Հծառևտրում ավելացել է նոր փաստաթուղթ ապրանքների տեղաշարժ հաստատումով։ Այն կիրառելի է հատկապես ցանցային խանութների համար, երբ ապրանքը տեղափոխվում է մի խանութից մյուսը, բայց անմիջապես չպետք է ավելանա ստացող պահեստի մնացորդին, քանի որ ապրանքները դեռ ճանապարհին են։ Բացենք դրույթները, ակտիվացնենք ապրանքների տեղաշարժ մուտքի հաստատումով դրոշակը։ Վերագործարկենք ծրագիրը։ Պահեստ ենթահամակարգում ավելացավ ապրանքների տեղաշարժ հաստատումով փաստաթուղթը։ Մեր օրինակում ունենք երկու մասնաճյուղ՝ Աբովյան և Դալմա։ Ապրանքները պետք է Դալմայից տեղափոխվեն Աբովյանի խանութ։ Ընտրենք ելքի և մուտքի պահեստները։ Լրացնենք ապրանքները։ Ընտրենք 00001 կոդով ապրանքը, որից Դալմայի խանութում ունենք 20 հատ։ Լրացնենք տեղափոխվող քանակը 2։ Ավելացնենք ևս մեկ ապրանք, օրինակ 00002, որից ունենք 17 հատ։ Տեղափոխենք 3-ը։ Փաստաթղթում ունենք կարգավիճակ և մուտքագրման հաստատում դրոշակ։ Սեղմենք հիշել։ Փաստաթուղթը ստացավ կարգավիճակ, ապրանքները գտնվում են ճանապարհին։ Մուտքագրման հաստատում դրոշակը պետք է նշի Աբովյան խանութի մենեջերը, երբ ապրանքները փաստացի մուտքագրվեն պահեստ։ Գրանցենք փաստաթուղթը։ Բացենք ապրանքների մնացորդները։ Ակտիվացնենք բացված ըստ պահեստների դրոշակը։ Ֆիլտրենք ապրանքները։ Դալմայի խանութում ապրանքների քանակը պակասել է, իսկ Աբովյանի խանութում քանակները մուտք չեղան։ Դրանք ցուցադրվում են ապրանքներ ճանապարհին սյունում։ Փաստաթղթի կարգավիճակը տեսնելու համար բացենք տեղափոխման փաստաթղթերի մատյանը։ Ավելացել է կատարված է սյուն։ Մեր օրինակում տեղաշարժը դեռևս հաստատված չէ։ Այն հաստատելու համար ծրագիրը բացենք Աբովյան խանութի օգտագործողով։ Բացենք տեղափոխման փաստաթղթերի մատյանը։ Տեղեկություն սյունով կարող ենք տեսնել, որ փաստաթղթերն են Աբովյան պահեստի համար։ Բացենք փաստաթուղթը։ Տեղաշարժը հաստատելու համար նշենք մուտքագրման հաստատում դրոշակը, գրանցենք։ Բացենք ապրանքների մնացորդները։ Ճանապարհին գտնվող ապրանքները մուտքագրվեցին պահեստ։